ուզում ես անվճար մտնել Երևանի 10 ակումբներ եւ լիարժեք լիցքաթափվել, ձեռք բեր Անելիք բանկի եւ Boom ամսագրի համատեղ Boom Energy Visa Plastic Card։ Ընդամենը 15 օր Կերամա Մարացին հայտարարում է 25% զեղչ աշխարհի լավագույնների ցանկում ընդգրկված իտալական Atria Marazzi եւ գերմանական Keramag ընկերությունների ամբողջ սանիտարական կերամիկայի համար։ Գերմանական որակը եւ իտալական բարձրաճաշակ դիզայնը դեկտեմբերի 1-ից 15-ը 25% զեղչով ձեզ համար։ Keramma Marazzi։ Շփլեին գրոպես լինես կլինիկայի, ուզզման է։ Որն խիստ օրը գրիր տակ։ Պացենտների հետ շփվելու ձև չգիտեք։ Ես չկամ, ոչնչություն եմ արդեն, ես մխոն չեմ, սրանից հետո ինձի կարեք ասեք հմբոտ։ Առաջտում մտեք ներս, պատվել ունենք։ Հիմա որ զանգեմ ձեր շեֆությանը ասեմ, ինձ մեծ քանակությամբ երշիկ ա պետք։ Չեք առաքելու։ Չէ։ Ես ձեզ ասեցի, չէ՞ որ ապրանքը դուք տանեք։ Նոր ամսագիր եմ անում, մեկ էլ ինչ տեսնեմ, քո վարուժի նկարը։ Ուրեմն ես ամեն ինչ անում եմ, որ մարդիկ չիմանան մենք որտեղ ենք աշխատում, այդ անորմալը տանը տպել ա տալի։ Ես սիրում եմ, անեմ, թողեմ։ Ո՞վ է։ Կներեք, մեկ րոպե դուրը կբացեք, կարևոր բան եք ասելու։ Բարև ձեզ, ինչ են անում աստղերի առավոտյան ծրագիրն է, կարելի է։ Ինչ է շշմայ աղբյուր, անցեք, տղեկ ջան, անցեք, նկարելով անցեք։ Նկար, սաղ նկար դա։ Այդ։ Դες, ասի գալ։ Ես էլ մեր վարուժը։ Եվ այսպես, ինչպես է սկսում Վարուժի և Ռշտունի առավոտը։ Ահա, այսպես։ Ուրիշ ինչ ուներ խաղալու գլխներիս։ Պատկերացնում ես, թերթերից փափուկ անցում եք կատարում դեպի հեռուստատեսչություն։ Վաղը սաղ կտենան, թե դուք ինչ եք անում առավոտյան։ Ես չեմ ուզում, որ մարդիկ տենան, թե ես ինչում եմ զբաղվում առավոտյան։ Որտեւ ես նես բաներ եմ անում առավոտյան, որ դա ցույց տալու չի։ Դու արխային գնա քո զուգարանը այ մեռնեմ սրտի։ Այ արա։ Ավելի լավ, ոնց որ իրանց էլ տնի ժիվոյ վիճակ էր պետք էլի, հետո այս հաղորդումը իր մեջ շոուի նրբերաններ է պարունակում։ Դրա համար ոնց որ վարուժն է կարա մտնի ցայվի։ Ուրեմն մենք պիտի գնանք գործի, վերցնում ես իրանց ու դուս եք գալի։ Ապրեք 10 րոպե չի տևի։ Դուք ձեր գործերին նայեք, ես իր հարցերին կպատասխանեմ։ Բայ վրես։ Ասեմ սիրելի բարեկամներ, որ մենք չենք պայմանավորվել իրանց հետ, այս ամբողջը ինչ տեսնում եք իրականում։ Թող ախպերից այդ կամերան տարենք ու մեզ հակնում ենք բայ։ Ամեն ինչ պետք է լինի տեսախցիկի արխիվ և ոչինչ չի մոնտաժվելու։ Վարուժ հել, բան մի արա։ Ախպեր, մեզ միս ա պետք, միս։ Ապրանքը ձեռներից ես թրսնում տանում են, դու ասում ես միս չկա։ Հասկացակ այդ ցավը տանենք, բայց մատիրալ չունենք որ սարքենք։ Դաժե երշիկները չչորացած գալիս տանում են։ Բան արեք մի հանգիստ նստեք, այդ ձեր ցավը տանեմ, միս ճարեք, միս։ Հասկացակ։ Իա, եկեք։ Կարելի է պարոն Աշոտ։ Մտել եք հասերեք իմ սենյակ, նոր եք հարցնում կարելի է։ Առաջացեք։ Միասեք տեսնեմ, սովորեցիք սալատ սարքելը։ Հա, պարոն Արևշեցյան։
Դե ուրեմն այսօր գործից հետո մտնում եք տներով, այդ ձեր սալաթը հրամցնում եք ու տեսեք ձեր այդ ակցիան աշխատում է թե չէ։ Պարոն Արևշեցյան, բայց գործից հետո ուշ կլինի։ Ամոթ չէ ժամին մտնենք մարդկանցում։ Այդ ոնց թե ուշ կլինի։ Ուշ կլինի մի քիչ շուտ վերջացրեք ձեր գործը։ Խանութները շատ են, պարոն Արևշեցյան, շուտ չենք կարող վերջացնենք։ Արա մեկն էլ լսի կասի, երբ ես այս սաղ աշխարհի խանութները սրանք ես սպասարկում։ Այդ գա, պահեստներում ապրանքը մնում փչանում է։ Հենա 100 կիլո ապրանք մնացել է պահեստում։ Դուք այդ ոնց եք իրացնում, որ շարժը չի երևում։ Արևտուր չկա։ Գործը կանգնած։ Իսկ մյուս ֆիրմաները իրաց ապրանքը նենց են իրացնում, որ քեֆս գալիս է։ Իսկ մեզ մոտ ոչ ոք չի ուզում աշխատի։ Սաղ ուզում են փող ստանան, բայց աշխատել ոչ ոք չի սիրում։ Թոմնա գործից հետո էլի պարոն Արևշեցյան։ Հա մեկ էլ մի սենց բան, ձեր ծանոթ մանոթների շրջանում մի հատ հետարքրեք տեսեք էժան միս տվող կա։ Չէ։ Ոսի չէ։ Այդ գյուղերի մետքան բարեկամ ունեք, մի հատ հետարքրեք տեսեք ով է անասուն մորթում։ Եթե մորթող չկա, ուղարկեք մեր մարդը մորթի բեկալի։ Հա համո։ Եղավ պարոն Արևշեցյան։ Այդ դրանից հետո ինձ պարզ կդառնա ձեր սիրտը ցավում է մեր ֆիրմայի համար, թե մենակ ես եմ սրտացավ։ Պարոն Արևշեցյան, մեկ էլ մի բան էլ էլի։ Կլինի մեզ ապարակի թուղթ տակ։ Գժվել ես նրանք արա։ Այդ գա, դուք գրանցված եք ես մեր ֆիրմայի, որ հիմա էլ թուղթ եք ուզում։ Ոնց, մեզ չեք գրանցել պարոն Արևշեցյան։ Ոչ, ու մի քիչ կամոց։ Ոչ միտեղ սրա մասին չասեք։ Այդ գա, որ ձեզ գրանցեի, պիտի ձեր այդ գրանցման համար փեշով փող տանեի մուծեի։ Իսկ տենց մենք կսնանկանայինք։ Ֆիրման կփակվեր ու ոչ ոք փող չէր աշխատի։ Ուղղակի ուզում էինք մահճակալ դառնենք, պարոն Արևշեցյան։ Արա դուք լրիվ էգոիստ եք արա։ Մարդիկ փող չունեն ցամաք հաց, որ առնեն ուտեն, իսկ դուք կահույք եք առնում։ Փաստորեն դուք այդքան լավ եք ապրում արա։ Ուզում եմ գնամ մեր գյուղ։ Բա գործը։ Ես հենց նոր հասկացա, որ ստեղ էլ ոչ մի անելիք չունեմ։ Կգնամ գյուղ, ցուլիկ-մուլիկ կառնեմ կպահեմ։ Ոնց էլի ձեռս մի քանի հազար փող կլինի էլի։ Դեն շուտ հանձնվեցիր, հա։ Քեսի շուտա, հա։ Դու պատկերացնես մեկ ինչքան ժամանակ է ապրում ենք այնպես ոնց որ Վալերին է ուզում։ Ես ասել եմ ու կասեմ, Վալերին մեր արած սխալների պատուղն է։ Բայց մենք այդ ինչ դաժան սխալներ ենք արել, որ պատուղս էս դաժան է։ Ուրեմն արել ենք։ Ախպեր լուրջ չեմ դիմանում։ Ախր անիմաստ այդ տղուն ինչ-որ բան ասել է։ Ինքը մեզանից կպոկվի այն ժամանակ, երբ որ մենք այս աշխարհից պոկվենք։ Ապեր ասեց շատ թույն է ստացվել։ Ասեցիր, որ այն տրուսիկով կադրները չդնեն հանգարց։ Ապեր ինչ պետք է ասվել, հա, բայց մերժեց։ Ոնց թե մերժեց։ Լփոցի հանգարց այդ կադրները օգտագործի կլղեմ դրան։ Այ Վարուժ ջան, դու չես հասկանում ինչ մի հատ նյուանս կա սրա մեջ։ Աղջիկները որ քեզ տենան տրուսիկով, վաբշե կսիրեն։ Հա, բայց ինչի պիտի սիրեն։ Բայց իսկականից։ Ինչ պետք է սիրեն։ Հիմա հաստատ եք աղջկան այսօր մեր տուն ես բերելու։ Հա, ոչ, բայց պապային ոչ մի բան չասես։ Ինչի։ Դե որտեվ պապան սաղ փչացնելու է, էլի։ Դե լավ, ես գնացի։ Համբարձում, կարամ իմանամ որտեղ ես հիմա աշխատում։ Հիվանդանոցում։ Հիվանդանոցում ինչ ես անում։ Դե համարյա բժիշկ եմ, էլի։ Ոնց թե համարյա բժիշկ։ Մարդիկ քանի տարի են սովորում, որ բժիշկ դառնան։ Իսկ Կարբիտը իր բժիշկ ընկերոջը լրիվ ուրիշ բաներ ասում, ասում էր մինչև մի քանի օկոին աշխարհ չուղարկես, բժիշկ չես դառնա։ Դե լավ, ես գնացի։ Չաո։
Այ ախպեր, ինչ կա, ոնց ես։ Լուրջ եմ ասում, նենց էի ուզում քեզ տենա, ինչ կա, ինչ ես անում ապա։ Բան չէ, նորմալ է, դու սա այսօր դուսկես։ Հա, ախպեր ես։ Քել գնանք մի տեն նստենք իրար հետ։ Չէ, ախպեր, քիչ գործեր կա, մեր ուրիշ անգամ։ Երբ ասես ցավը տանեմ, դե համարս գրի հենց արմանալի զանգվենք։ Սա։ Ոնց որ մի տեսակ ես ախպեր ես։ Չէ, նորմալ է սա։ Հաստատ ապե, գործ բան ձեռդ կա։ Չէ, այս բան ինչ է, հելա որ։ Էդ լավ չի ախպեր ես։ Ուզում ես հոպարին մի հատ ասեմ, բրա ջան։ Բիզնես բան ունի, քեզ մոտ գործ կարա տա։ Էմբեսիոր ընձել են ահագին բաներ խոստվել, բայց այս բանը կուզեմ քիչ հանգստանամ, գլուխս տինջնա։ Հասյան։ Պրիվետ։ Բարև Հաս ջան, ոնց ես ցավը տանը։ Լավ, դու ոնց ես։ Լավ, ես ըստեղ ես աշխատում։ Հա։ Բա դպրոցում ասում էր երկչու ես դառնալու։ Դե երկչուի դառնալու ճանապարհին եմ էլի։ Բայց ինչ է էլի աշկի տակ։ Այն օրը մեկի հետ կռիվ եմ արել։ Սկռիվել ես անում Հաս։ Հա, մեկը կա իր համար եմ կռիվ արել։ Ում համար Հաս ջան։ Մի հատ ռեպեր ռշտում կա, կարող է լսած լինես։ Այ իր համար։ Հա։ Բայց ինքը հեչ արժանի չի։ Աղան նեղացրել ա քեզ։ Հա, Հաս։ Ահա ջան։ Ռշտուն կարա գաք մեր խանութ։ Ապրանք ապետ։ Չէ, գործ կա։ Ինչ գործ։ Դե խոսալու բան կա։ Լավ, հեսա կգանք։ Ինչ ա ուզում։ Ասում եմ հետդ խոսալու բան ունեմ։ Նոր սիրո խոստովանություն։ Հեսա ասելու է կամ ես կամ Սյուզին, որոշի։ Արես չեմ ջոգում, մենք առաքիչ ենք, թե սիրառատ պատանի։ Դու քեզանից ինչ սիրարա, դու ազիվ պատանի էի ձգես։ Դու լավ քշի գնանք տենանք ինչ ա ուզում։ Չբռնեմ գնամ հմբոյնց տուն։ Մարդը 100 տարի է ուզում է ծնողների հետ ծանոթացնի։ Մեկը հիմա մխոննած խառնա, որ դրան ուշադրություն չի էլ դարձնի։ Այնքան խառնա, որ քեզ էլ չի վերահսկի։ Մխոյի համար հիմա իր բանալիներ վերցնելը շատ ավելի կարևոր է։ Թող գային հին ավտոստամ քշի։ Դե հիմա։ Յա, այս ինչի ուշացաք։ Մենք Նարեկի հետ տեղ էին գնացել, հետո եկանք։ Ու վաղուց եք իրար հետ։ Էս երկու օրն է, էլի։ Պարզվում է Նարեկը ինձ վաղուց էր հավանում։ Հա, պարզվում է, որ վաղուց էր հավանում, ուղղակի ժամանակ չէր գտնում առաջարկություն անել։ Հետո մինչև օրվա վերջ կլինի ընկերուհիդ, թե ժամ, րոպե։ Ես մինչև կյանքիս վերջ իրանն եմ լինելու։ Սով ջան, կյանքս։ Մինչև կադրերի փոփոխություն չլինի, կյանքը չի լավանում։ Ասածս էն է, որ մենք մի շաբաթ էլ իրար հետ ընկերություն կանենք ու վերջ։ Այդ քեզ թվում է։ Դե Սոֆա մի բան արա, մինչև շաբաթվա վերջ ամուսնացեք։ Սենց որ գնաց մենք մի շաբաթը չենք ձգի։ Ես նենց կանեմ կկրվեք։ Մերսի ցավը տա։ Կգաք մի րոպե։ Ռշտուն ինչ կա Հասը հետ ապե։ Այսինքն ինչ է աղջիկը այդ խաղանում ապե։ Ինչ ես խոսում։ Ես Հասու հետ ընդամենը աշխատում եմ։ Բա ինքը ուրիշ բան է ասում ինձ։ Դու իրան որտե՞ց ես ճանաչում։ Մի դասանից ենք եղել։ Ինքը ինչ է ասում, որ Ասում ես որ իրան խաբել ես ապե։ պետք է այսօր բոլոր խանութի վաճառողիներին հավաքենք իրար գլուխ ու ասենք, որ մենք ընկերուհի ունենք։ Մենք չէ դու։ Դե հա էլի։ 100 հատ խանութ ես սպասարկում, այդքանի ո՞նց ես կանչելու։ Արա դե լավ էլ էսի գործ չի։ Ես քեզ ասել եմ, չէ՞ Վարուշ, որ իմ մոտ այդ արտահայտությունները չանես։ Այս գործ չի, այս երգիր չի։ Ես զզվում եմ այդ նախադասություններից։ Բա որ տենց է ինչ ասեմ։ Որ գնացիր ուրիշ երկիր, պիտի նստեցնեն գլխների ման տան, հիմա մերն էլ էսա,
Կարաս փոխի, չես կարա նենց արա որ փոխեն։ Էդ էլ չես կարա ուրեմն յոլա գնա։ Էդ է, ուրիշ տարբերակ չկա։ Վռամ ջան, ինձ 20,000 է պետք, կարաս տաս։ 20,000 Քեզ է պետք։ Հա, բա ուրիշում։ Դե գնա դոշակի տակից վերցրու։ Մարգ, Հա, 20,000 անուշները այն ոտերի կողմն է դրված։ հա, հիշում եմ։ Հա։ Եղավ։ Ես ամալես։ Բայաբրես մեր ջան։ Մախո ջան, բայց նենց արա հանկարծ հերդ չտեսնի էլի բալես։ Դու իմ ներին չասնես, ով կասնի ախր։ Մախո, ցավը տանը, մի քիչ խնայողաբար օգտագործի էլի։ Ես ես արդեն ծախսել եմ։ Նիսյաներս պետք է փակվեմ էլի։ Պարոն Արուշատյան, կարելի է։ Ասա Սրբուի։ Պարոն Արուշատյան, ես նոր վերևում գործ էի անում։ Պատահական լսեցի, որ Մարգարիտան Մխոյին փող է տալիս։ Ուղղակի որ դուք Մխոյին փող չեք տալիս, մտածեցի ասեմ, որ հանկարծ ձեր պլանները չխախտվեն։ Սրբուի մոտարի։ Մոտարի։ Դու վերջին անգամ աշխատավարձ երբ ես ստացել։ 2 ամիս առաջ։ 2 ամիս, հա։ Լավ։ Ուրեմն այսօր պարտադիր կստանաս։ Շնորհակալ եմ, պարոն Արուշատյան։ Բայց նախորդ զգուշացնում եմ, հանկարծ այս մասին Բրեժին ոչ մի բան չասես, թե չէ որ իմացավ, հաստատ կյանքս կուտի։ Եղավ, լավ, պարոն Արուշատյան։ Բրեժ, մի հատ մտի մոտս բան եմ ասում։ Աշխատավարձ են տալիս։ Արի կասեմ։ Ախո, փող ունես ծախսելու։ Նենց էլի։ Ես վերցրու, ես օրվա առոջիկդ։ Դեն 20,000 տուր։ Ինչ 20,000։ Ոնց թե ինչ 20,000։ Այն որ հենց նոր մերը տվեց քեզ։ Լսի Մարգարիտա, ես չեմ հասկանում, արդեն դու ես ինձ ֆրստում։ Տեսնյակ, դու նենց ես անում, որ ես քո հետ չաբրեմ։ Ոչ, տղա ջան։ Ես ամեն ինչ անում եմ, որ դու խելքդ գլուխդ հավաքես։ Եղավ։ Լսի, ես չեմ հասկանում, ինչ ես սենց բաներ անում։ Ես չեմ կարող իմ տղային փող տալ։ Քո հետ եմ, քեզ եմ հարցնում, չեմ կարող։ Վռամ, ինչի ես Մխոյիս հետ տենց վարվում։ Ախր մեր երեխեն է, հոտար մարդ չի։ Ապրես, այ մեր երեխեն է, դրամ էլ տենց եմ վարվում։ Ու ես չլնեմ չիմանամ, որ առանց իմ իմանալու Մխոյին հովանավորություն անես, հասկացար։ Հա, բայց մինչև երբ ասեն շարունակվելու, հա։ Այդ մինչև երբը, սիրելի Մարգարիտա, Մխոյից է կախված։ Հասկացի Մարգարիտա, ես ուզում եմ կարգին, խելքը գլխին տղա ունենամ կողքից կանգնած։ Ոչ թե մեծ խոսացող բարադի։ Այսօր, ասեց այսօր կտամ, բայց տես չանես էլի, որ իմանա ես եմ ասել։ Լավ էլի, ինչ մի ջոգողություն անում, չեմ ջոգում։ Կամաց, ես քեզ ոչ ասեցի, որ փնփնթաս։
Տեղակ պահեցի, որ դու էլ քո ձևերով վերցնես։ Մի բան մտածի, փողդ վերցրու։ Կամ էլ քո նման ստուկաչություն պետք է անեմ, որ տա։ Լիքը գրպանով ստուկաչնա լավ, թե քո նման ամփոխ տղեն։ Այս դեպքում լիքը գրպանով ստուկաչը։ Բա։ Գարբիտ։ Քնած ես։ Չէ։ Բենի գարեմ չի մի քանի օրով ձերյանը մնամ։ Էլի ներացրել են քեզ։ Ինչ ասեմ, դե գիտես էլի։ Էլի չայվոյի վրա, ատեցդ քեզ պահում։ Հələ սրբույն ու վրեժը մերյանը ավելի լավ են զգում իրանց, քան ես, Գարբիտը։ Ապե բայց ես օբյեկտ պետք է գնամ։ Որ օբյեկտ։ Դե կլինիկա էլի։ Քիչ գործ բան կա այնտեղ։ Իհա ես է հետդ կգամ, շինի։ Բայց քո տեղը լինեմ կգնամ կաշխատեմ, գիտես։ Դե ինչ աշխատեմ, Գարբիտ։ Այդքան օբյեկտներ ունենք, բան ունենք, ես գնամ ուրիշի մոտ աշխատեմ։ Արի մոտ քեզ գործի տեղավորեմ։ Կլինիկը ինչ աշխատեմ։ Դե հիմա մենակ Նասիլչիկի տեղ կա։ Բախ, մխուարը։ Ես իշքան անգիրեյտինգը տապեջնյակ։ Ասուր։ Այսօր դու պատվեր չես ունեցել։ Ինչ պատվեր։ Քեզ չեն ասել, որ այդ շորերը հագնես ու գնաս ինչ-որ հասցեով։ Աղջիկ ջան, դու տեղերդ խմես, թե չէ։ Բա եթե չէիր գնալու, ինչի ես ասել հագը գնամ։ Ինչ ես ինձ խայտարականում։ Ինչ իմ սածս տոնից իրանք չեն հասկացել, որ ես գնացողը չեմ։ Զանգել ինձ ասում է պատվերը վերցրել ենք, հիմա այդ մարդիկ էլ սպասում են։ Սպասում են, թող գան շորերը վերցնեն, գնան։ Իա։ Մելո, ինձ խայտարակ մի արա։ Եթե գոնե մի քիչ սիրում ես, գնա։ Առանց էլ արդեն կես ժամ ուշացել ես։ Սուսիկ ցնդել ես, Սուսիկ։ Չէ, դու ինձ չես սիրում։ Ես քեզ իքսեմ, եթե ինձ սիրես, գնա գլուխը տուր պատին, Սուսիկ։ Հալո։ Սուսիկ կարագեցու։ Դե պակա մռութ։ Պակա։ Սպասի։ Այս ինչ ա եղել, ես թթվել։ Չէ, չեմ թթվել։ Սպասի ասեմ։ Դու Նարեկին չես սիրում, բայց խանդում ես։ Չես սիրում, բայց խանդում ես։ Ուզում ես սոֆային քաշենք շենքի հետև ասենք, որ Նարեկին ուզող կա։ Չէ, պետք չի։ Իրանք իրար լավ սազում են։ Հետո գիտես, Նարեկը չի կարում երկար ընկերություն անի։ Մի երկու օր հետո դու ընկերություն կանես։ Ես իր հետ չեմ կարող ընկերություն անեմ։ Ինքը բոլոր աղջիկներին սիրում է։ Դե ինքն էլ տենց տիպ է։ Լավ, ես գնացի։ Դրա համար չգցես։ Իմացի, Նարեկը կերազի քո նման ընկերի ունենա։ Պակա։ Պակա։ Վաղը ես եմ գալու հետևից, թե Նարեկը կբերի։ Ասել է ամեն օր ինքը կտանի։ Դե լավ է։ Պակա։ Պակա։ Ես գժվում եմ, մեռնում եմ իր համար, իսկ ինքը ինձ բանի տեղ չի դնում։ Այ քո սխալն էլ հենց այդ է, որ ամեն ինչ ցույց ես տալիս։ Դու պետքա ցույց չտաս, որ իր համար գժվում ես։ Ուզեմ չուզեմ երևում է։ Իմ ասած ձևով պետքա ամեն ինչ անես։ Դու պետքա Իրենի շատ մոտ ընկերուհին դառնաս։ Դե ճակերտների մեջ էլ ընկերուհին։ Դու պետքա իրան մխիթարես։ Պետքա ասես, որ չփլախիկ իրան կսիրի, որ ամեն ինչ լավ կլինի։ Իրենը քո մեջ պետքա տեսնի կարեկցող ընկերոջ։ Այդ դրանից հետո նոր կարող ենք անցնել մյուս քայլին։ Բարև։ Բարև։ Սրբու ինձ թեյ կտաս։ Իհարկե։ Մխոր շատ ուշ կգա։ Չգիտեմ։ Դե
Քաջիկին շատ չսպասեցնենք։ Ուզում էր Մխոյի հետ խոսեր։ Ապեր խնդրում եմ էլի, մի բան արեք այդ անասունին մորթեք, պետք է ցավը տանեմ։ Ջիգեր ջան, եթե չմորթեք, վաղը մեզ են մորթելու։ Դե տես գյուղում ով է կենդանի մորթում, ինձ խաբար կանես, հա ցավը տանեմ։ Հա? Կա? Ով է մորթում։ Եղավ ցավը տանեմ։ Եղավ ջիգեր ջան, վաղը կսպասեմ զանգիդ։ Նապաստակ չէ, կով է պետք, այ ախպեր։ Կով չկա։ Լավ, դե էլի հետաքրքրվեք, էլի մեռնեմ ձեզ։ Հա, լավ ապեր։ Ինչ ասում։ Ասում եմ ով է մորթում։ Սաղ նոր տարվա դեմ նոր կմորթեմ։ Կրակը գցեց այդ վռամ շապուհը մեզ։ Մենք առակի չենք, թե ինչ որ 1000 ու մի մանրուկ, ես չեմ հասկանում, ապեր։ Լավ, գակ, արի գնանք տենանք այդ մտածածը ակցիան կարում ենք իրականացնենք։ Ես չեմ գալիս։ Բա մենակ գնա։ Ինչ ուզում ես արի, ես վաղը դիմումս գրում եմ հելնեմ, վերջ ապեր, հետիք։ Ում ավելացնեք։ Իր։ Չէ, հավա։ Քաջիկ ջան, ինձ թվում է, այսօր Մխոն չի գա։ Իզուր մի սպասի, երևի կմնա կարբիտեն ստանը։ Գոնե չպլախիկ են ստանը մնար։ Դե մեջներից կարգին տղեն ոնց որ ինքն է, էլի։ Տենց ես կարծում։ Հա։ Դե համ սիմպոյ է, համ էլ խելացի։ Բայց ինձ թվում է Մխոյին ավելի հոգեարազատ կարբիտն է։ Իսկ չպլախիկը ոնց որ ասած զգացմունքային է, սիրել գիտի։ Բայց գիտես քանի ընկերուհի է փոխել։ Դեռ չի գտել իրա կեսին, փնտրտուքի մեջ է։ Հիմա էլ այն Սոֆայի հետ է։ Սոֆան էլ իրա իսկական կեսը չի, ասեմ քեզ իմանաս։ Ես իրա հետ խոսացել եմ, ինքը անկեղծացել է իմ հետ։ Ու ասել է ինքը իսկականից ում է հավանում։ Ում։ Դե հիմա չեմ կարող ասեմ։ Իսկ ես ճանաչում եմ։ Հա, ամենաշատը դու ես ճանաչում, բայց չեմ կարող ասեմ, էլի։ Լավ, պետք չի։ Մերսի թեի համար Սոֆի ջան։ Խնդրեմ։ Կուտը կերավ։ Աչքիս հետ կուտը կմնա կոկորտներիս։ Չմնա։ Ան։ Հաջան։ Ոնց ես։ Լավ, բան ա եղել։ Հա։ Ավելի ճիշտ չգիտեմ։ Ինձ թվում է շատ լավ է։ Ի՞նչն է շատ լավ։ Լավ, վաղը բարի տեղը կհանդիպենք, կպատմեմ։ Ուզում ես գամ նոտը։ Չէ։ Պակա։ Ախոն տուն չի եկել, հա։ Չէ։ Ոչ էլ կգա։ Ոչինչ մխոտ աղա։ Կներեք էլի որ խանգարում եմ, կարելի, հա։ Այդ գաբերեշ։ Դու լտուն չես գնացել։ Չէ, հեսա կգնամ, պարոն Արաշատյան։ Մեքենայի վրա գործ կար, ասի վերջացնեմ նոր էլի։ Պարոն Արաշատյան, մենք հոսանքի փողը չենք տվել, անջատել են էլի։ Հիմա մաման ու պապան մոմի լույսի տակ մի տեսակ նեղվում են էլի, եթե կարելի է։ Լավ, կարող ես շարունակել ամեն ինչ հասկացա։ Ուրեմն գնա սրբուն ասա թողա, դու կարող ես հանգիստ գնալ տուն։ Լավ։ Բարի գիշեր։ Բարի գիշեր։ Հռան, այս մարդկանց փողը ինչ չես տալիս։ Այ աղջի, սրանք իրենց փողը վաղուց կամել են մեր ջանից։ Դու գիտես սրանք օրական քանի հազարի են մեր տանը սնվում։ Ասեք, պարոն Արաքշատյան։ Սրբուի, ես քեզ զգուշացրեցի, որ
քո աշխատավարձ ստանալու մասին ոչ ոք չի մնա։ Զգուշացրեցի թե չէ։ Բայց ես ոչ ոքի չեմ ասել։ Ձեզ ոչ մի բան վստահել չի լինում։ Դուք ես ծաղկուն երկրի տորմուզն եք։ Ոչ թե համակարգը պիտի փոխեն, այլ ձեզ, հատկապես քեզ ու վրեժին։ Կամ էլ ընդհանրապես ձեզ վերցնել տանել Եվրոպա, եվրոպացիների բերել ստեղ։ Լավ բան ասի, չէ։ Գրեմ։ Ոստը գրեմ։ Բա իհարկե պիտի գրես, իհարկե։ Ու ես մտքերի մասին պիտի իմանան վերևներում։ Ես քեզ չասեցի, նենց կասես, որ չիմանա ես եմ ասել։ Հա, տենց էլ ասեցի։ Ասում եմ, տենց էլ ասեցի։ Ասեցի հոսանքը տարել եմ պապանում, մաման էլ։ Բայց չի ինձ ասում, որ վրեժին ասել ես, որ աշխատավարձ ես ստացել։ Օրելը դրան նայ է։ Արա չի ուզում մի կոպե փող տված լինի։ Ուզում էի իմանալ գնացիր։ Դու ինչ մի բան էլ մի իմացի։ Տարել եմ կմահաճույքների դարարգան։ Ու вообще քեզի չեմ սես համարը մոռացի։ Վայ մի հատ ասա գնացել ես թե չէ։ Ինչ կա խնդան։ Ես ինչա վիճակը տա ախպեր։ Քեզ ինչ։ Մելո։ Խառներ էլի այ ախպեր։ Ves ինչ ծևիկ պայես քեզի արա։ Կարող է գիտես ստեղծել էպուզիկ եմ։ Բա քեզ ինչը որն է։ Նորմալ հարց ենք տալի պատասխանի։ Չունիմ այդ հարցիդ պատասխանելու։ Տոնդ փոխիլ արա։ Արամ ոդիցդ գլուխ ես այդ։ Լրջով ես մեքենան տակի տակել, շո՞։ Աբավոտ, նշանը չես տենում։ Ապել ջանցրու գլուխը ցավը տանում, շուտ արա։ Ես հետո քեզ ամեն ինչ կպատնեմ, էլի։ Ապել նա թույն տաքսի եմ կծրե։ Անգեր բրաբուսա կիլոմետրն է 100 դրամա վակշան։ Մխոյին գործ ապել։ Ատեցը սաղոտները փագել է։ Ապեր մեր ռեստորանում մի հատ գործ կա, բայց դե չգիտեմ մխոն կուզի թե չէ։ Ինչ գործ։ Մատուցողի։ Ես սուր այ ախպեր։ Ես ձեր հետ էլ կիսելու բան չունեմ։ Երբ որ կհարստանամ, նորից կշփվենք իրար հետ։ Ուզում ես անվճար մտնել Երևանի 10 ակումբներ եւ լիարժեք լիցքաթափվել, ձեռք բեր Անելիք բանկի եւ Boom ամսագրի համատեղ Boom Energy Visa Plastic Card։